Լուղի եթերում մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է հոկեբան Կարինեն Ալչաջյանը։ Բարև ձեզ, Տիկին Ալչաջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ուրեմն քիչ առաջ ինչ տարածեց ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մենք նաեւ համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ պայքարելու հիբրիդային սպառնալիքների եւ արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են։ Դե այսպիսի վիճակի ով ավելի բարձր է գոռում, թվում է թե ինքն է ճիշտ, ակնհայտ է, որ հիբրիդային պատերազմ իրականացնողները տևական ժամանակ մեր երկրում եղել է հավաքական արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները հիմա իրենց պտուղներն են քաղում եւ անհանգստություն են ապրում, եթե հանկարծ Ռուսաստանի Դաշնությունից որևէ ինչ-որ մի հայտարարություն, ինչ-որ մի բան, բայց համեմատելու չի, որովհետև ընտրությունից առաջ մենք նախ ընտրությունից վերջին 20 տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե հավաքական արևմուտքը ինչ է արել, ինչպես է փորձել սասանել մեր պետության ամենակարևոր հիմքերը, առաջին հերթին բանակը, սպայական կազմի դեմ ինչ արշավ է հատկապես գնացել, հայ առաքելական եկեղեցու դեմ, հետո ինչ-որ բնապահպանական խնդիրներ եւ այլն, բայց իհարկե վերջնարարությունքին իրանք չկարողացան հասնել 2008-ին եւ կարողացան միայն հաջողել 2018-ին։ Հիմա դա շարունակում են, որովհետեւ 1-2 ամեն ձևով են շարունակում, ընդհանուր հիմա բավականին բաց խաղաքարտերով են խաղում, հստակ հայտարարում են, որ մենք պաշտպանում ենք Նիկոլին, այս թիմին, այն բոլոր այլանդակությունները, որ ընտրության նախաշեմի եղավ, գիտեք, որ եւ ընտրված քաղաքապետի ձերբակալություն, մահ, տեսանք, որ գնդակահարություն տեղի ունեցավ, ձերբակալություններ մի շարք քաղաքական գործիչների եւ առավել եւս ընտրության նախաշեմին մենք տեսանք, որ 700 անց միայն ուժեղ Հայաստանից ձերբակալվեց, թիրախավորել է նաեւ Հայաստան դաշինքը, Մայր Հայաստանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մինչև հիմա շարունակում են թիրախավորված մնալ։ Այսպիսի սպառնալիքներ հնչեցրեց, որ կսատկացնեմ, բոմժ կդարձնեմ, դրան որևէ անդրադարձ չեղավ, 150 հոգի առավոտ շուտ միայն շտաբի ղեկավարներն ուժեղ Հայաստանից ձերբակալել, բայց այս ամենով հանդերձ իրենք իրենց հիբրիդային պատերազմը Եվրոպան շարունակում է, ավելին աջակցում է եւ եկան եւ նորից ու նորից հաստատում են դա։ Ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Գիտեք, Տիկին Թովմասյան, ինչ հաճախ թվում է, որ մեզ ուղղակի անգրագետի տեղ են դնում։ Իրենց, չգիտեմ ինչ, այդ նույն եվրոպացիներին թերևս թվում է, որ այստեղ ինչ-որ, չգիտեմ, անգրագետ մի հատ զանգված է, որ ոչ կարդում է, ոչ ուսումնասիրում է այդ նույն հիբրիդային պատերազմը, թե ինչ է իրենից ներկայացնում, եւ այն ինչ հիմա արվում է, շատ նման է, ուրեմն ես դրա հետ եմ ասոցիացնում, որ ասում են գողը ամենից ավելի բարձր է գոռում, բռնեք գողին։ Փաստորեն, գիտեք ինչ, այն գունավոր հեղափոխությունները, որ տասնյակներով արդեն ամբողջ աշխարհում եղել են, դրանք հիբրիդային պատերազմի ամենաթցուն, ամենատիպական դրսևորումներն են։ Այսինքն նաև այն ինչ մեզ մոտ տեղի ունեցավ, դա հիբրիդային պատերազմի, այսինքն գունավոր հեղափոխություն էր դա, հա, այսպես կոչված, այդ անունն է ստացել, երբ ուրեմն օտար ուժերը, թշնամական ուժերը ներսից գրավում են պետությունը, պետիշխանական ուրեմն լծակները եւ ներսից քայքայում են ուրեմն տվյալ պետությունը։ Սա հիբրիդային պատերազմի հիմնական նպատակն է, եթե ուզում ես քանդել ինչ-որ մի երկիր, ուրեմն գրավիր ներսից։ Հիմա մենք տեսնում ենք, որ աշխարհում դա մոլեգնում է։ Տեսեք, օրինակ հիմա ես ինչքան հասկանում եմ, արևմուտքի հիմնական նպատակը ոչ միայն ռազմական տեսակետից ուրեմն խեղճացնել Ռուսաստանին, այլև ներսից անել այն, հա, դժգոհություններ առաջացնել, ժողովրդական ընդվզում եւ այլն, եւ այս նույն սցենարով գրավել ուրեմն երկրի իշխանությունը։ Իսկ եթե գրավում ես երկրի իշխանությունը, մնացած բաները արդեն ավելի հեշտ է անել, հա, տվյալ երկիրը այդ պետության այդ կառուցվածքային միավորները ոչնչացնել եւ այլն։ Ինչու են ասում հիբրիդային, որովհետև այս պատերազմում, հիբրիդային պատերազմում կան տարբեր բլոկներ, օրինակ ասենք տնտեսական բլոկը, հա, ասենք այդ բանա ոնց են ասում բլոկադայի ենթարկել, հա, ասենք երկրի տնտեսական տեսակետից բլոկադայի ենթարկել։ Տեսեք, նավթային, հա, այդ կենտրոններին, էներգետիկ կենտրոններին հարված հասցնել,
կամ նույն թեկուզ զինական ուժով, մշակութային, հոգևոր տեսակետից, օրինակ եկեղեցու նկատմամբ այս արշավը, կարելի է կարծել լավ, եկեղեցին ինչ գործ ունի, եկեղեցին թող իր կյանքով ապրի, հա, եկեղեցուց ինչ են ուզում, բայց քանի որ իրենք շատ լավ հասկանում են, որ եկեղեցին մանավանդ մեր նման ժողովրդի, մեր ազգի, մեր նման պետության ուրեմն կյանքում հսկայական ազգապահպան դեր է խաղում եւ նշանակություն ունի, դրա հիմքերը քանդելը նշանակում է, տեսեք, հիբրիդային պատերազմի մի ճիրանն էլ դա է, հոգևորը ոչնչացնել, մյուս ուրեմն թաթը այդ սև թաթը, ուր է գնում, ասենք, բարոյական արժեքները վերացնել, ավանդույթները վերացնել, այս սա է հիբրիդը, որ ունի տարբեր բլոկներ, հա, տարբեր ձեռքերով, սև ձեռքերով ընդհանուր մի հատ գործ է անում։ Հիմա, երբ սրանք եկել են իշխանության, այդ չարաբաստիկ 2018 թվականին, այդ իրենց ես դագաղների հեղափոխություն եմ ասում դրան, այդ դագաղների հեղափոխության ժամանակ մենք տեսնում ենք, որ ըստ էության հիբրիդային պատերազմի թիրախ դարձավ մեր երկիրը եւ այս անգամ իրենց հաջողեց։ Եվ հիմա, երբ դրածո իշխանությունները արդեն 8 տարուց ավելի խեղդում են, հա, փակել են շնչառությունը, կարծես երկրի փակում են, դա իրենք հենց հիբրիդային պատերազմի գործիքները եւ մենք շատ լավ գիտենք, որ արդեն բաց է դա, տեսանելի է։ Այ նոր Տիկին Զոհրաբյանը խոսում էր, Եվրոպան կարծեք թե խլացել է, կուրացել է այն արժեքները, որոնց այսպես բարձրագույն ձևով, հա, այսպես խոսում էին, կարծես թե ոչ մի բան չի պատահում։ Արցախի վրա ֆոսֆորային ռոբեր են նետում, չէ, ոչ մի բան չի լինում։ Մենք ամբողջ պետության ներքին համակարգը քանդում են, այսքան քաղ բանտարկյալներ եւ այլն, այսինքն ինչ են անում, ներսից գլխատում են երկիրը, հա, ինչպես որ շատ նման է ուրեմն հայոց մեդիայի ժամանակ ինչից սկսեցին մտավորականներին, չէ, այսպես գլխատում են մտածողները, գործողները, առաջին շարքերում կանգնածներին, երբ գլխատես, արդեն քո դիրքերը ուժեղանում են, կարող ես խեղդել, տվյալ, հա, այն ինչ ուզում ես խեղդել, դա պետություն լինի, ազգ լինի եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք, որ նույն ձեռագիրն է ըստ էության։ Շատ թուրքական է, էլի, այս ձեռագիրը, շատ թուրքական է, թեկուզ այդ գողության պահը։ Դու նայում ես, օրինակ ես նայում էի պարոն Ծառուկյանի տունը, երբ մտել էին, այնտեղ թուրքական է, հա, նման մի տեսարան կար, գիտեք, դա ավելի շուտ թալանի էր նման։ Ուղղակի թալանի, այնտեղ մի կադր կար, որ իմ մեջ տպավորվել է։ Իրերը հանում են, հա, Ծառուկյանը։ Գայլի այդ խրտվիլակը, մի հատ երիտասարդ, այսպես վերցրած նենց էր փախնում, ոնց որ թալանած, ինչ որ բաներ, հա, թալան, թե ուր ես տանում այդ գայլի խրտվիլակը քեզ ինչ դա կոչվում է գողություն ուղարկել, կոչվում է մարդու գողություն, որ մտել են մարդու տուն թալանում են, հասկանալի է, որ ընտանիքը պիտի հայտարարի, դուրս գա, ասի խելոք վերադարձրեք մեզ պատկանող իրերն ու առարկաներ եւ ամեն ինչ էպիզոդ եմ ընդամենն ասում, բայց վարքը երբ նայում ես վարկագիծը, պահվածքը, հասկանալի է, որ ինչ որ պայմաններում, այո, իրավական տեսակետից ճշգրիտ կազմակերպված, չգիտեմ, խոզարկություն եւ այլն, բայց ես չլինելով իրավաբան, այստեղ ավելի շատ ինչ որ գողության նման մի բան էի տեսնում, քան թե ինչ որ իրավական գործողություններ որ կատարվում են։ Այսինքն տեսեք, հենց թեկուզ, հա, ասենք մարդկանց, ովքեր ինչ-որ ուժեղության սիմվոլ են, նույն մեծահարուստներին, հա, որոնք ըստ էության, երբ մենք նայում ենք մանավանդ այն մեծահարուստները, որոնք ազգի համար ինչ-որ բան են արել, 7 եկեղեցի է կառուցել, 7 եկեղեցի միայն էլ չեմ ասում իր կյանքի ընթացքում 100,000 աշխատասեր, տեսավեր Կարապետյանի մասին, դուք գիտեք օրինակ որ անգամ Փարիզի եկեղեցու վրա անունը գրված է, որտեղ անգամ այնտեղ, չգիտեմ Կիպրոսում, չգիտեմ որտեղ, Դել Մոսկվայի մասին, Ռուսաստանի մասին չեմ ոչնչացնել, ավանդականը ոչնչացնել, այն մարդիկ, ովքեր իրենց մեջ ուժեղության սիմվոլիկա են պարունակում, նաև մեծահարուստ լինելն էլ ուժեղության սիմվոլիկա է, շատ հետաքրքիր է, օրինակ հոգեբանության մեջ ենթագիտակցության համար նույնիսկ երազում, եթե մարդը փող է տեսնում, դա իշխանության սիմվոլիկա է, հա, մեկնաբանվում է որպես իշխելու սիմվոլիկա։ Համենայն դեպս տեսեք բոլոր առումներով հիբրիդային հարվածներ են հասցվում։ Հիմա ուրեմն իսկ ինչքան ես տեսնում եմ Ռուսաստանը, օրինակ ասենք այդ փափուկ ուժը չի կիրառում։
իր ոճը չի այդ պետության, ինքը այլ ոճով է ապրում եւ գործում հարաբերվում այլ պետությունների հետ։ Հիմա նույնիսկ ծիծաղելի գուցե լավ կլիներ մի քիչ փոխեր նույնիսկ, այսպես ասենք։ Հիմա Ռուսաստանի Չէ, բայց մեկն էլ եթե ասում է մի քիչ փոխեն իրենց ոճը, օրինակ արևմուտքի նման տանում կալանավորում են։ Հիմա ես գիտեմ մի քանիսին կալանավորել են դրա համար, որտեղ ինչ որ զրույցներում ասում են լավ կլինի, որ իրենք էլ մի քիչ իրենց ոճը փոխեն։ Ուրեմն արևմուտքը էսպես անում է, Թուրքիան անում է, բաց տեսքով ձևով աշխատում է, քարնավորություն է մեղադրում հիբրիդային պատերազմի մեջ, այնպես որ այս գումարները, որ փոխանցվում են, մեր ուրեմն նկատմամբ հիբրիդային պատերազմը ավելի մեծ ոգևորությամբ շարունակելու համար է։ Ես այդպես եմ գնահատում։ Խոսեցիք, հա, մասամբ իմիջիայլոց երեք օկուպացված Շուշիից նաև խոսել է Ալիևը, փաստորեն իրենք շատ լավ գիտեն, տեսեք, ասում ենք բանը հանգստացել են, թվում է թե պիտի հանգիստ լինեին, որտեվ իրենց ուզած մարդը ընտրվել է, իրենց մոտ տոն էր, որ ոչ թե ընտրվել է, այդ մարդը շարունակում է մնալ այս կամ այն կերպ ինչ արեց ընտրություններում շարունակում է մնալ, բայց միևնույնն է Ալիևը չի հանգստանում։ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ, պարզում է, որ բորելը հարաբերությունները պահպանել որոշ անձանց, այդ թվում միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ, էս որովհետև բանը դատապարտում է, չէ՞, ցեղասպանական բաներ, այսինքն գնաց է ցեղասպանությունը իրականացնել, ուզում է որևէ մեկը չխոսի, եթե մեկը խոսում է, պարզում է, որ դա միայն կարող է կաշառված լինել, պարզում է, այսինքն հումանիզմ չկա, ճշմարտություն չկա, արդարություն չկա, մարդկություն չկա, դեմոկրատիա չկա, ոչ մի բան չկա, միայն իր տեսանկյունից է ինքը, որ ամբողջ կյանքում խավիարային քաղաքականություն է վարել, այո։ Հեղինակը այսօր այդպեսի Պարզվում է, որ նա ֆինանսավորել է հայկական օլիգարխիայի կողմից, որ ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում, այո, Նարեկ Կարապետյանն է գրել, այո, որ հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը, փաստորեն շարունակում են վախենալ եւ Բաքվի բանտում գտնվող մեծ բարերար Ռուբեն Վարդանյանի, շարունակում է վախենալ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի, շարունակում են վախենալ կալանքի տակ գտնվող մեծ բարերար Գագիկ Ծառուկյանից, իրենք դեռ վախ ունեն մեր ականավոր զինվորականներից, ովքեր էլի կալանքի տակ, այն մարդիկ, ովքեր եւ Բաքվում եւ այստեղ, գիտեք, այնքան շատ են իրադարձությունները, հենց վերջերս էլի շատ քաջարի ականավոր մեր ռազմական գործիչներից մեկը, հիմա կներեք նույնիսկ անունազգանունը չեմ հիշում, վերջերս կալանավորվեց։ Կալանավորվեց մեր հետախուզության նվիրյալներից մեկը եւ ադրբեջանցիների դեմ էր։ Այսինքն այնտեղ որտեղ ուժ են տեսնում, ուժի տարբեր տիպի դրսևորումներ, մի անգամից ցանկանում են այդ ուժը ուրեմն վերացնել, թուլացնել, մեջտեղից հանել։ Ցավոք սրտի առայժմ ստացվում։ Բայց մյուս կողմից էլ վախ շարունակում է, այսինքն իրենք դեռ շարունակում են Ալիևը եւ ադրբեջանցիները այս ամենով հանդերձ վախենում են հայերից։ Ասում է ռևանշ չլինի, այստեղ պետք է հասկանալ ինչից է վախենում թշնամին, հենց պիտի ռևանշ լինի։ Մեզանից ամեն մի հայ մարդ այսօր պիտի լինի ռևանշիստ։ Մենք չպիտի թույլ տանք, որ այսօրվա իրողությունները, այն ինչ կատարվեց մեր հայրենիքի հետ, մենք դա չպիտի կուլ տանք։ Սա կուլ տալու բան չէ։ Եվ թերևս հենց հայի այս որակից է վախենում Ալիևը Նիկոլի հետ միասին, որ այո ուզում են մինչև վերջ, հա, տեսեք մինչև վերջ, այսինքն տեսեք ինչերի է հասել Ալիևը, երևի երազում էլ չէր տեսնի, որ այսպիսի իրավիճակ կարող է լինել, հա, ինքը սրան կարող է հասնել, բայց միևնույն է ներքին այդ վախերն ունի, ուզում է տրամաբանական վերջնական ավարտի հասցնել, որ ոչ մի սպառնալիք, հանկարծ ինչ-որ մի բան չառաջանա, նոր ուժեր, նոր դեմքեր, նոր շարժումներ եւ այլն, եւ ամեն ինչ ուզում է բնի մեջ խեղդել, նույնիսկ ուրեմն այսպես ստերի, կեղծիքի առաջ բնականաբար կանգ Հիբրիդային պատերազմից էինք խոսում շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, գիտեք, որ զրույց է եղել, իրեն թվացել է, որ այս կողքում Նիկոլն է եւ մարդը խոստովանել է, որ մեզ ամեն ինչ կանեմ, կօգնենք, որ դու կաթողիկոսի դեմ հայ առաքելական եկեղեցու դեմ քո պայքարը, բայց այս հարցը տալիս են Նիկոլին, ինքը ասում է, բա Սամվել Կարապետյանի որ հարցն է, բայց այսինքն անգամ ես չգիտեմ,
իր մոտ իսկապես վիրտուոզության աշխան է հասնում մանիպուլյացիան, մոլորեցնել, սուտը փաթեթավորել այլ կերպ տալ, իսկապես վիրտուոզ է, ունի այդ օժտվածությունը։ Դա ազդում է մարդկանց, թե արդեն բոլորը հասկանում են, դե Նիկոլն է իր մեծ ստերով։ Դե գիտեք ինչ, նույնիսկ ես նայում եմ լրագրողները, երբ այս հարցը տալիս են եւ ինքը այդ սկսում է այդ պատասխանները, մանիպուլյատիվ պատասխաններ, լրագրողները սկսում են ժպտալ։ Որովհետև գիտեք, մանիպուլյացիան մի բան է, որ ծուղակ է, բոլոր դեպքերում ծուղակ է, հա, եթե դու տրամաբանական հարց ես տալիս, քեզ տալիս են տրամաբանական պատասխան, դու այդտեղ տրամաբանության տիրույթում ես, հա, դու կարող ես, ասենք, ջուր հակափաստարկներով խոսել եւ այլն, բայց եթե ամեն ինչ խառն է, մանիպուլյատիվ է խոսքը, դա մի տեսակ ծուղակ է, հա, տրամաբանական ծուղակ է, որի մեջ տրամաբանող մարդը ընկնում է, պիտի դիմացին տել մանիպուլյացիա, հա, լինի այդ արվեստին, ուրեմն տիրապետի կամ տիրապետի մանիպուլյացիային դիմագրավելու արվեստով, ինչը կա, հա, չընկնել մանիպուլյատորի, ուրեմն թակարդի մեջ, ինչը էլի պիտի ինչ-որ օժտվածություն մարդը ունենա, կենսափորձ պիտի ունենա, ես ունեմ տպավորություն, որ այս մարդը ամբողջ կյանքում ապրել է, կարողացել է ինչ-որ խնդրահարույց իրավիճակներից դուրս գալ, այդ ձևերով, հա, ստով, այդ պահին ինչ-որ խառը բաներ ասելով, հա, եւ դա ամրապնդվել է իր մեջ, դարձել է ոճ, դա իր ոճն է, մանիպուլյացիան Նիկոլ Փաշինյանի ոճն է, իսկ հայտնի փիլիսոփա Կիրկեգորը ասում էր, մարդը ինքը ոճն է, ուրեմն մարդը այդպիսին է, իր ոճն է, եւ իր ոճը իրեն տեսեք բերել է, հասցրել է բարոյական որևէ, ուրեմն աշկելապատներ չունենալու հետ համատեղված բերել է հասցրել այս իրավիճակին, որ ուրեմն մի ամբողջ երկրի, մի ամբողջ ազգի ճակատագիր, ուրեմն ահա այսպիսի մարդու բայց այդ տիրաշնորհների բարձր հատկությունների մասին չի խոսում, այն հատկությունների մասին է խոսում, որ համապատասխան հիբրիդային ուժերը իր մեջ տեսել են եւ հիմա բերել են, այսինքն ինքը որ բարձրանա ես այսպիսին եմ, սա է պատահական չասի, որ զուգորդված բարոյական, ահա այսպիսի կերպարի հետ, եթե գիտեք ինչ ի վերջո ստի հոգեբանության մեջ շատ հետաքրքիր նյուանսներ կան։ Երևի որևէ մեկը մեզանից չի կարող պարծենալ, որ կյանքում որևէ անգամ սուտ չի խոսել, որովհետև այդ սուտ խոսելը երբեմն լինում է նաև, ասենք, լավագույն նպատակներով, հա, ինչ-որ մի բան, որ մարդուն հարված է հասցնելու, չասել այդ մասին մարդուն։ Սուտ է, փաստորեն դու սուտ ես ասում, հա, հակառակն ես ասում, գիտես ճշմարտությունը, ասում ես հակառակը։ Բայց ուրեմն այն ստերը, մանիպուլյատիվ ստերը, որոնք հիբրիդային պատերազմի հիմնական գործիքներն են, հա, սուտը եւ դրան գումարված ուրեմն վախի մթնոլորտը, դրանք բաներ են, որոնց համակցությունը արդյունք է տալիս, էֆեկտ է տալիս, չարաբաստիկ էֆեկտներ կարող է տալ եւ մենք հիմա դրան ուրեմն վկաներն ենք։ Գիտեք ինչ, պատահական չէ նաև այս սպառնալիքները, այս մուշտ ծեծելը մարդկանց կահա ծեփել մեփել այդ ամեն ինչ որ ասում է, դա էլ պատահական չէ։ Պատահական չէ, որովհետև առաջացնում է վտանգի զգացողություն։ Իսկ մարդը ինքնապաշտպանվում է եւ իրենք այս կոպիտ, այս գրեհիկ, այս գործիքներով դեռ շարունակում են աշխատել։ Թիկունքներն էլ այսպես ասած ինչ որ իմաստով պինդ է Եվրոպան իրենց թիկունքին կանգնած է, բայց գիտեք ինչ, եկեք իրենց ամենակարող մենք չհամարենք ամենակարող, օրինակ ես ինքս մենք տեսնում ենք, չէ՞, վերջին օրերին իրենց թիմի ներսում ինչ որ կարգեր են բորբոքվում, ինչ որ բաներ լավ չեն բաժանում, ինչ որ մարդիկ դժգոհ են մնում, հա, այսինքն թիմի ներսում էլ խմորումներ կան, ինչ որ մի տարրել սա է, հա, ինքնակայքայման, ինքնախժռման ինչ որ մի process-ներ են տեղի ունենում, դրսում բոլոր դեպքերում հայ ժողովուրդը այդպես ինքնակամ, ինքնասպանության չի կարող գնալ, մինչև երբ, մինչև ուր, հա, ինչ որ նոր ուժեր հավաքում են, հա, այդ առաջին շարքերում կանգնած մարդկանց, բայց նոր ուժեր են կանգնում, որտեղ ինքնապաշտպանությունը նույնպես շատ խորքային ապրում է,
հա, հոգեբանական ինքնապաշտպանությունը, որ ես ապրել եմ ուզում, ես պատրաստ չեմ մեռնել, ես պատրաստ չեմ ստորանալ, հա, նվաստացածները մեզ նվաստացնում են այսօր։ Այսինքն ինքը ինչքան է թիրախավորել եւ ինքը շատ կոնկրետ ասեց, որ Նիկոլը 3 ուժերի է թիրախավորելու, հա, այսինքն նրանք իմիջիայլոց եթե առաջ այդպես բանը քննադատում էին, պայքարի էին դուրս գալիս դրանց, հիմա նրանք ովքեր որ անգամ առաջադրվում են իր դեմ, չէ, միջև հիմա ինքը ում հարվածեց, ում է ձերբակալում, նրանք ովքեր հաղթել էին ընտրություններին, Մասիսի քաղաքապետ, Գյումրու քաղաքապետ, Փարաքյալի համայնքապետ, մեկին գնդակահարում են, մեկին չգիտես ոնց ինչ երկուսին ձերբակալում։ Հիմա արդեն նրանք ովքեր որ հայտ են ներկայացել ընդդիմադիր են եւ ուզում են պայքարի դուրս գան, ինքն ասում կսատկացնեմ, բոմժ կդարձնեմ, այսինքն այլևս ինքը չի էլ հանդուրժում բռնապետության է ինքը հիմա տոտալ, չի նույնիսկ ձևականորեն չի հանդուրժում։ Ինքը ըստ էության ամենա ուժեղ ուժերին է թիրախավորել, բայց միևնույն է ձեր կարծիքով կլինեն նոր ուժեր, որ դուք ասում եք ինքնապաշտպանիչ։ Գիտեք, իսկ ինչու չպետք է լինեն։ Ինչու չպետք է լինեն, որովհետև հենց այդ նույն ուժերը, ում ինքը ցանկանում է թույլատրել։ Եկեք մենք չհամարենք, որ այսպես լիակատար չէ, ինքը լիարժեք հաղթանակ չունի, թեկուզ ընտրությունները, որ մենք վերցնում ենք, ինքը չունի այն ինչ ուզում է, այդքան խախտումներից, այդքան վախ։ Դե հիմա իրեն համարում են ոչ լեգիտիմ մարդ, որտեղ ասում են բազմաթիվ ընտրախախտումներ եղել, կեղծիկը միջև այդ ձերբակալություններ, քրեական գործեր։ Եվ դրա համար ինքը մահակն է արդեն վերցրել ձեռքը, որպեսզի մահակով կարողանա, հա, պահել։ Բա ինչ կարող են դրա դեմ անել, եթե ինքը այս բիրտ ուժ է կիրառում արդեն։ Դա շատ իհարկե վտանգավոր է, շատ ավելի դժվար է դարձնում պայքարը, բայց բոլոր դեպքերում ընդդիմադիր ուժերը ես շատ դեմ եմ, որ այսօր նույն սոցիալական ցանցերում երբ նայում ենք, գիտեք, թիրախավորված են ընդդիմադիր ուժերը։ Այսինքն, տեսեք, դուք ընդամենը նույնիսկ մարդկային հարաբերություններում երբ տեսնում ես, որ ասենք դիմացինը նպատակին լիարժեք չհասավ, ինչ որ ձևով խոցելի վիճակում է, ուրեմն դու միանգամից պիտի երես թեքես, հա, իրենից, եթե մինչև այդ իր կողքիններ, իր ընկերներ, իր մտերիմներ, իր վրա հույսեր իր դնում, սա ես շատ տգեղ բան եմ համարում, հա, զուտ մարդկային առումով, մենք պիտի կանգնենք ընդդիմադիր այն ուժերի ուրեմն թիկունքին, իրենք պիտի ժողովրդի շունչը զգան, ում դու ընտրել ես, ում դու վստահել ես, ուրեմն այդպես դու վստահում ես, հիմա մի անգամից այդ մարդիկը ոչնչացան, հա, քեզ համար, սա ես բարոյական չեմ համարում, եւ ընդհանրապես մեր հասարակությունը բարոյական խնդիր ունի։ Ինչ տարբերություն մեր հասարակության եւ Ադրբեջանի հասարակության, չէ՞ որ Ադրբեջանի հասարակությունը այն անել վերջին 2 տասնամյակում, 3 տասնամյակում հանդուրժում է Ալիևներին, իսկ Ալիևը գիտենք այդտեղ ավտորիտար բռնապետական համակարգ է, բոլորին կալանավորել, ձերբակալել, հիմա այս ճանապարհով է գնում։ Ինչու չպիտի Նիկոլի մոտ հանդուրժի, իսկապես մեր եւ Ադրբեջանի ժողովրդի մեջ տարբերություն կա, թե դա միֆ է։ Ուրեմն շատ մեծ տարբերություն կա, նաեւ Նիկոլի եւ Ալիևի մեջ շատ մեծ տարբերություն կա։ Ալիևը բռնապետ է, բայց մենք տեսնում ենք, որ իր պետության շահ առաջ է տանում, չէ՞։ Սա շատ մեծ տարբերություն է։ Այստեղ մարդը գնում է տոտալ բռնատիրության, սակայն միաժամանակ ոչնչացնելով պետության շահը, պետության շահը իր համար գոյություն չունի, սա սարերի ձորերի տարբերություն է, հսկայական տարբերություն, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական հասարակությանը եւ մեր հասարակությանը, գիտեք, այս վերջին տարիներին մենք այնպիսի նվեր ենք տալիս ադրբեջանական հասարակությանը, իրենց մոտ տեղի է ունենում էթնիզացիայի process, իրենք ազգ են դառնում, որովհետև այս նվաճումները, հաղթանակները, հա, եւ այլն, այն ինչ որ իրենք ունենում են, թե ինչ ճանապարհով, անազնիվ ճանապարհով, ուրիշինը, ասեք, այդ էլ է գողություն, հա, ասել էս իմն է, այս քաղաքը իմն է։ Թուրքիայի եւ Ադրբեջանի ինքնության մեջ է։ Եվ դե հիմա այս մարդը նույն բան, դուք ասացիք, չէ՞, թուրքա, հա, ճիշտ ասացիք, թուրքական ձևով էլի գողը, մատնել ու մարդու եղած է գողանալ տանել։ Հա, ասենք չգիտեմ, այս հեռախոսը ձերն է, ասում։ Իմիջիայլոց նույն բան արել են Իշխան Սաղաթելյանն էս տուն մտնելուց գումարն են տարել, տիկնոջ զարդերն են վերցրել, գողության պետությունը նույնը թուրքը, դա էլ է գողություն, չէ՞, ուրիշի, չգիտեմ, կառուցած քաղաքը, ուրիշի ուրեմն ստեղծած մշակութային արժեքը ոչ ծաղկանում ես ասում ես իմն է։ Հա, հիմա այս բաները տարբերությունը շատ մեծ է։ Հիմա ինչ ճանապարհով ոնց ադրբեջանական ժողովուրդը, որը մենք ուրեմն իսկապես հա հիմքեր ունենք ասելու, որ ինքը ազգ
չի, հա, արհեստական ստեղծված պետության ուրեմն այդ բանն է, ժողովուրդն է։ Հիմա մենք իրեն նվեր ենք տալիս, ազգ ենք դարձնում, իսկ մեզ մոտ ինչ է արվում, ինչը այսպես մեր ազգի ինքնագնահատականն ենք, հա, ոչ միայն ինքնագնահատականն է, գիտեք, ինքներս մեզ ոչնչացնում ենք, երբ մեր հերոսներին ենք ոչնչացնում, երբ դասագրքերից անում ենք ազգային, հա, այսպես հպարտություն պարունակող ինֆորմացիա, հա, մեր ազգի, մեր պատմական լրջագույն ինֆորմացիա, այն ինչ կարող է ինքնագնահատականը բարձրացնել, այդ ամեն ինչը հանում ենք, մեր սիմվոլներին ենք թույլ տալիս, որ կպնեն, սա ինչ է, կորցնում ենք էթնիկականությունը, սա դեէթնիզացիա է կոչվում։ Իրենց մոտ մեր տված նվերներով, հա, մեր պետության, այսպես ասած, այրերի ջանքերով, իրենց մենք օգնում ենք դառնալ ազգ, ձեռք բերել ազգային ինքնություն, հպարտություն, իսկ մեզ մոտ հակառակն են ուզում անել, դիմադրում ենք եւ պիտի դիմադրենք։ Գիտեք, այն օրը ես մի ուրեմն առիթով զրուցում էինք բավականին տարիքով մարդկանց հետ եւ իրենք իրենց հիշողություններում ունեին հետեւյալը, որ Բաքուն դեռ սովետական տարիներին ասում էին Բաքուն ինտերնացիոնալ քաղաք է։ Կարդացեք Շիրվանզադեի գործերը Բաքվի մասին։ Մի հատ տեսեք, այդ Շիրվանզադեի հերոսների մեջ մի հատ Հասանով, մի հատ Մահմեդով, չգիտեմ ինչ կար, Շիրվանզադեն գրել, հա, քաոսը հրդեհ նավթագործարանում եւ այլն։ Այնտեղ թուրքի անուն չի եղել։ Իրենք եղել են ուրեմն ինչ որ մի հատ բան, հա, տար, որ այդտեղ եղել է, բայց Բաքուն համարվել է դեռ խորհրդային ժամանակներում ինտերնացիոնալ քաղաք, հա, այնպես որ հիմա բայց մենք մեր թեթև ձեռքով թույլ ենք տալիս, որ իրենք վերածվեն ազգի, իսկ ազգի երբ են վերածվում, գիտեք ինչ, հաջողությունը շատ կարևոր բան է, նույնիսկ եթե մենք ուզում ենք, որ ընտանիքը ամրապնդվի, հաջողություն, հաջողությունները, հա, ասենք ինչ որ մեկի հաջողությունը, պիտի բոլորը միասին նստեն եւ նշեն այդ հաջողությունը, որ մենքի զգացողություն առաջանա, սա նույնիսկ ընտանիքում շատ լավ է, եթե ասենք ընտանիքում ես հաջողություն ունեմ, բայց իմ ընտանիքի մյուս անդամների հետ չեմ գնում, չեմ կիսվում, իրար հետ դա մեր ընդհանուր ուրախությունը չի դառնում, ընտանիքը թույլ է, իսկ եթե մեկի հաջողությունը ընկալում են բոլորը, ամրապնդվում է մենքի զգացողությունը։ Հիմա իրենք իրենց հաջողությունները այսպես ընդհանրական ձևով ապրում են եւ իրենք որպես մենք ամրապնդվում են։ Ահա այդպեսին է այսօր իրավիճակը։ Ես թույլ խնդրեմ հիմա ցուցադրել, թե ինչպես էին փորձում ձերբակալել հանգիստ կանգնած, որ 10 քանի ժամ իրենց տանը ինչ որ բաներ են փորձել գտնել եւ այլն, հետո պարզ է, չէ, որ սա աչքի համար, որ հոգին փառավորվի, իսկ հիշում եք, որ Նիկոլայի հոգին երբ էր փառավորում, երբ որ ասում էր ոստիկանների վրա կրակեք, չնայած ինքը sense բան դերասանական բան իբրև թե սա չի տեսել, Էդգարը ճիշտ ասեց, երևի մի 50 անգամ հետա տվել տեսել է այս պատկերը դիրտո անձային գնա այս ամեն ինչը ինքը ասի ես ոչ տեսել եմ ոչ գիտեմ այդպես են արել այդպես չի լինում այդպես ինքը իրեն դուրս է դնում այս ամեն ինչից եթե իրեն մի անգամ մենք գիտենք որ այդպես չի լինում ինքը տեսակ որ մարտի 1-ից հետո չպլստած ինքը այնուամենայնիվ ասում էր գնացեք եւ հարցակվեք ոստիկանների վրա այրեք հոգիս փառավորվում է հիմա էլ ինքը ասում է գնացեք սատկացրեք սատկացնելու է բոնժեմ դարձնելու բոլորը ինքը կապ չունի ինքնա այնտեղ պատասխան դիմը չի կարողանալ վաղաց ես Արցախի հետ կապ չունեմ մարդը կանգնել այդպես Արցախը հանձնել է եւ այլն հիմա այս տեսարանից հետո ես ճիշտ ասած հիմա էլ շատ դժվար է ամեն ինչը նայել դիր միջև այդ հատվածը, որտեղ որ փորձում են սա բոլոր ողջամիտ մարդիկ են, ասում են շակալներին բնորոշ բան է, չէ՞, ընդ որում նաև Թուրքին, իրենք խմբերով են, չէ՞ ուժեղ։ Իրենք խմբերով են հարցակվում են, ղոշում բառ ունեն, չէ՞ իրենք։ Այդ իրենք խմբային ինքնությունը շատ ուժեղ է, օրինակ կան հետազոտություններ, մասնավորապես Սվետլանա Լուրիեն, այսպիսի մի էթնոլոգ
կա, հենց թուրքական ինքնությունը հետազոտել է եւ թուրքական այսինքն թուրքերն են այդպես խմբով թուրքական ինքնության կարևոր բաղադրամասը այդ խմբակայնությունն է, խմբային գործունեությունը։ Շակալի, երբ իրենք առանձին են, իրենք խեղճանում են, բայց երբ միասին են, իրենք կարող են այդպես բուրենի նման հարձակվել։ Եվ այստեղ մենք նայում ենք եւ անկախ մեզնից այդ նույն զուգորդությունը։ Ինձ հետաքրքիր է Տիկին Լաչար, մի հատ խնդրեմ բարձր խոսեք։ Ինձ հետաքրքիր է շատերն ասում են, որ դե գիտեք, մեր հասարակությունը նաև չարություն կա եւ նաև կայացած մարդկանց միջոցներ հնարավորություններ ունեցող մարդկանց նկատմամբ մեծ չարություն կա, ինքը չի կարող հասկանալ, որ այդ մարդը եթե այս գործարանը սա չկայացնի, աշխատատեղ չլինի, իր երեխայի հացը որտեղից է լինելու, եթե այդ մարդը ստեղծել է, բնականաբար ահռելի հարկ էր տալիս, բա բժիշկ իր աշխատավարձը որտեղից է ստանալու, մանկավարժը, բա Նիկոլ այդ պարգևավճարները որտեղից է գողանալու տա, այսինքն մեծ հաշվով երկիրը մնում է այդ շարժվող տղաների հույսին, աշխատող, արարող, ստեղծող, գործարար տղաների հույսին, այդպես է։ Պետությունը նրա համար է, որ պիտի ինքը կայացնի համակարգ, որտեղ արարող մարդիկ կարողանան ստեղծեն, արարեն եւ հետո հարկ վճարեն, հարկ վճարել պետությունը լինի։ Հիմա տեսեք, մեր հասարակությունը եկեք ընդունենք, որ չար է, այդ առումով կայացած բան մարդկանց նկատմամբ, բայց շատերն ասում են, ես որպես հոգեբան եմ, պիտի խնդրեմ, որ բացատրեք, շատերն ասում են, այս տեսարանը տեսնելուց հետո, երբ որ ինչպես դուք բնութագրեցիք, սա թուրքերին բնորոշ է կամ բորենիներին ու շներին, շնագայլերին է բնորոշ, որ այսպես շակալներին է բնորոշ հարձակվել, մի քանի հոգով փորձել է չէին կարողանում, որտեղ նաև չեմպիոն է, չէ, Գագիկ Ծառուկյանը, սա ասում են հասարակության վրա շատ ծանր տպավորություն է թողել եւ այստեղ է որ Նիկոլը շատ սխալվել է, որ բնականաբար ինքն է, չէ, ասել որ սա ցուցադրեք առանց Նիկոլի հրամանի, ով իրավունք է, որտեղ ինքը արդեն մի քանի անգամ հռչակել է, որ ինձանից են կողմ այդ ով է նա, նույնը կառավարության հետ կապված, ԿՊ-ի հետ կապված, դատավորների հետ կապված, այդ որ դատավորն է, որ այդպես է սա հասարակության վրա ծանր տպավորություն թողեց։ Այո, ծանր տպավորություն, որովհետև գիտեք նախ մինչ այս պահը արդեն այնպիսի մեծ անարտարություն էր տեղի ունեցել, չէ, իր նկատմամբ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր շատ հաճախ ասում են, չէ, ասենք ես այդպես առանձնապես համակիրը չեմ եղել, դեմ եմ եղել եւ այլն, բայց երբ ակնհայտ անարտարություն է տեղի ունենում, տեսեք դա արեցին, հա, ընտրական այդ ամբողջ այդ ձայների այդ գողանալու այդ process եւ այդ ֆոնի վրա դեռ այդ ամեն ինչը չմարսած, հա, որ տեսեք ինչա տեղի ունենում, հա, աչքի։ Այսինքն մի բանի վրա մյուսը, հա, միանգամից ուրեմն հարցակվել մարդու վրա, էնել թիկունքից, էնել այն պահին, երբ մարդինքը գալիս են առաջ, դիմադրություն չի շրջադրվել բացարձակ։ Անարտարությունը այնքան աչք ծակող է, որ նույնիսկ այն ինչ իրենք ցանկացան նվաստացնել մարդուն, բայց ըստ էության ժողովրդի գնահատումների մեջ, հա, այդ իշխորոշումների մեջ իրենք որակում են, գնահատում են եւ այլն, նվաստացան այն մարդիկ, ովքեր դա արեցին, հա, կազմակերպիչները, ոչ թե Ծառուկյանը, ում ինչ-որ մի հատ, չգիտեմ, քանի հոգով տապալեցին, այն մարդը անսպասելի վիճակում, որում չէին կարողանում ոտքին հարվածելով միայն, դա էլ արձանագրել, անսպասելի, երբ մարդը չի սպասում, այսինքն դա պատիվ չբերող վիճակ է, առաջին հերթին այս հարձակումը կազմակերպողների, այդ հարձակումը գործողների։ Փառավորվեց, բայց Նիկոլը, գիտեք ինչ, Նիկոլի հոգին, ինձ թվում է ինչ-որ Դանայան Տակարիա նման, իր հոգին չի լցվում, այդ կամ ծակ կացայիա նման։ Դե ասում էի սոված ծակա ոսկորը, հիմա պարզվեց, որ նաև հոգին է։ Գիտեք ինչ, այո, տեսեք, փառավորվում է, բայց չի բավարարվում դրանով։ Էլի է ուզում փառավորվել, էլի հա մարդկային տանջանքներ, արյուն եւ այլն, չի բավարարվում այդ մարդը, այդպիսին է, չի էլ բավարարվելու։ Չգիտեմ, այդ ինչ խորքային տրավմաներ ունի, հա, այդ ինչ անznային յուրահատուկ կերպար է, գիտեք, յուրահատուկ է, այդպիսի մարդիկ քիչ են լինում։ Ասում են, որ մոտավորապես 1% ամեն մի հասարակության մեջ, բայց այսինքն 1%-ի մեջ է, հա։ Նույնիսկ 1%-ից ավելի քիչ է իմ կարծիքով, այնպես է իր մեջ այսպես բյուրեղացված այդ հատկությունները, հա, շատ ճիշտ ընտրություն են կատարել հիբրիդային պատերազմի հեղինակները։ Երկար են իրանք փնտրել եւ գտել են Նիկոլին, եւ վերջին հարցը շրջապատը։ Նայում ես, տեսնում ես, որ շատ հարցերում չի էլ զիջում։
չեն էլ զիջում, հա, իրենց առաջնորդին, այսպես ասած։ Եվ վերջին հարցը մենք նկատեցինք, որ նաև ընտանիքի անդամները հրապարակ եկան։ Գիտեք, որ մեզ մոտ նաև այսպես հայկական ընտանիք, մի քիչ ավանդույթներ կան եւ ընդունված չի, որ այս կամ այն հարցերում ընտանիքը առաջ գա, բայց դուք շատ ճիշտ նկատեցիք, սա ոչ ստանդարտ վիճակ է։ Ես ճիշտն ասած մի քիչ ինձ համար առնվազն անհասկանալի է, որ դեռ այդ 5 կարծրատիպերով են առաջնորդվում։ Օրինակ ասում են ժուրնալիստիկայի մեջ այսպես պիտի հարցնես, երկու կողմին մենք տենց ունենք, էլի, իրանց դրել են, չգիտեմ ինչի տեղ, նախապետների տեղ դրած, չնայած ինքնահռչակներ են եւ ասում են պիտի երկու կողմին լսեն, ես սովորաբար ասում եմ, ասենք, եթե մարդը այն որ գլխատում է աչքիդ առաջ, դու դի երկուսի կարծիքը լսես, ցեղասպանի կարծիք, այսինքն մենք ոչ ստանդարտ ժամանակներում ենք ապրում եւ հիմա էլ մենք տեսնում ենք, որ բոլոր կարմիր գծերը անցնում է։ Հետևաբար, բայց մյուս կողմից էս կա, որ չէ, ավանդական ընտանիքի անդամները չպիտի դուրս գան պայքարի, չպիտի, բայց ես օրինակ շատ ողջունելի էր, որ նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները դուրս եկան, են բավականին դրական։ Մենք չէինք տեսել այդ մարդկանց։ Այո, եւ տեսեք, որ ինչ դրական ընկալիչ ճիշտ էր։ Ավանդական այդ որ փակ ընտանիքը փակ տարածք է բոլոր դեպքերում, չէ՞, եւ մենք չէինք տեսել։ Մենք տեսանք կիրթ աղջիկներ, տեսանք շատ կիրթ ներկայանալի, այո, որոշակի արժեհամակարգով այդ ամենը մենք ակնհայտ էր դա եւ նույնիսկ տեսեք ինչ որ բան էր, հա, այսպես անհասկանալի էր, միայն մորն էինք, չէ՞, հիմնականում տեսնում մոր կերպարը, շատ հետևակի կնոջ, իսկ աղջիկների երեխաներին ընդհանրապես չենք տեսել եւ ահա դա էլ է, գիտեք, դրական շտրիխ է այսինքն ճիշտ էր որ եկան հրապարակ անպայման եւ որպես հոգեբան խորհուրդ կտակ որ ավելի ակտիվ լինեն որտեղ կարծում եմ որ շատ ճիշտ էր իրենց այդ կերպարներով հանդես գալը ընտանեկան այդ ջերմության այդ բանը երևաց որ սա իսկապես ընտանիք է ջերմ հա իրար հետ կապված ընտանիք է եւ իրենք ճիշտ արեցին եւ ես կարծում եմ որ իրենք որ արդեն դուրս եկան ասպարեզ իրենք ըստ էության պայքարի մեջ են արդեն Իսկ մոտ նաև տպավորություն է, որ մեծ հաշվով շատերը չեն գիտակցում եւ չեն հասկանում իրենց ընտանիքները ինչի մեջ են, իրենք ինչի մեջ են, մեր երկիրը ինչի մեջ է, մեր պետությունը ինչ է, որտեղ եթե խորքային գիտակցեն թե ինչ է մեզ սպառնում, վստահ եմ որ այդպես իրենց չեն պահին նրանք ովքեր որ շարունակում են пассив մնալ կամ ինչ որ կարծրատիպերով առաջնորդվել։ Ուղղակի կան մարդիկ զարմանալիորեն օրինակ ես էլ եմ հանդիպում մեկ էլ մարդկանց որ ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեն։ Դե դա իմ համար ամենավտանգավոր մարդիկ են։ Ընդհանրապես տեղյակ չեն, ինքը գնում է, ասենք, իր աշխատանքին, գլուխը կախիր աշխատանքն անում է, գալիս է տուն, ճաշ է փում, չգիտեմ, տան անդամներին, պարկում է, քնում է, մյուս օրերի ու բացարձակ տեղյակ չէ երկրում ինչ է տեղի ունենում։ Հա զարմացած դեմքիդ է նայում։ Ինչ որ իմաստով կարելի է բացատրել, բացարձակապես պետք չի, որ ինչ որ մի երկրում պետության մեջ բոլորը քաղաքականացված լինեն, բայց եթե մենք այսօրվա այս իրավիճակում ենք, երբ բոլորի դռները բախելու է այս ողբերգությունը, մենք աչքի առաջ տեսնում ենք, չէ՞, մեկ էլ մարդիկ ովքեր իրենց համար, ասենք, Արարատ ցեմենտում աշխատում էին, կարող է չէին էլ հետաքրքրում ոչ մի բանով, բայց բախեց չէ՞ մարդկանց դուռը, բախեց։ Հիմա պատերազմով են մեզ սպառնում, իսկ եթե պատերազմ լինի չի բախելու են մարդկանց դուռը, ովքեր հանգիստ իրանց համար ապրում են, մտածում են, որ չէ, այս ամեն ինչը իմ հետ գործ չունի, այս ամեն ինչը ինձ չի հասնելու, դա ինքնապաշտպանական է, ոչինչ չունեմ ասելու, բայց եթե դու գլուխդ մտցնում ես, հա, ջայլամի նման ավազի տակ, ավազի մեջ, ու չես տեսնում այն, ինչ կատարվում է քո շուրջը, դա արդեն ինքնապաշտպանական չէ, դա ընդհակառակը ինքնասպանության է ավելի շատ նման։ Շատ լավ, եւ ինչ է ուզում ցույց տալ Արեգնազ Մանուկյանի ձերբակալությամբ։ Գիտեք, նույն բանը, որ ասենք մենք ոչինչի առաջ կանգ չենք առնում։ Մեծ է, փոքր է, կին է, երեխա ունի, երեխա չունի, որ իրենք ոչ մի բանի առաջ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կնոջը ազատել են աշխատանքից։ Բոլորդ հարցնում եք ինչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ ջերմ հանդիպումից հետո ասեմ Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա Ամբասիր Մարիամ աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել եւ այլն, այսինքն այս ամենը եւ ազատեցին։ Ուրեմն ես այսպես եմ էլի, ես հիշում եմ Թումանյանին, հիշում եմ Քաշնազարը։ Գյադեք, այս կողմանց եք, գյադեք այն կողմանց եք։
նույն ուժային կառույցները, նույն տեսակ հիմնարկների ղեկավարները ըստ էության ուրեմն գործում են այս տրամաբանությամբ։ Իրենց ասում են, այս կողմ անցեք, այս կողմ են ասում։ Անցեք այդ կողմ։ Այսինքն, այստեղ արդեն արժանապատվության, նույնիսկ անհատական մարդկային արժանապատվության խնդիր է, հա։ Պարզ չի, որ հրամայված է եղել եւ հանել են այդ մարդուն։ Ինչ վերաբերում է Արեգնազին, շատ է ասվել, ուրեմն ամեն ինչին կողմ եմ, բայց ես ուրեմն մի ուրիշ բանի վրա եմ, գիտեք, ուզում շեշտը դնել։ Արեգնազը ունի անչափահաս բալիկ, հա, անչափահաս երեխա ունի։ Ես գիտեի Հիմա 17-17 ես ասեցին 9 հասկացա, տարեկան։ ըստ իմացած ուրեմն ինֆորմացիայի, իրեն Արեգնազին արգելել են բոլոր տեսակի Այո, այդ թվում նաև անչափահաս դստեր։ Նաև անչափահաս։ Հիմա դուք ինչ իրավունք ունեք այդպիսի հոգեբանական խոցման տրավմայի ենթարկել 9 տարեկան բալիկին, որը, գիտեք, սա մորից բաժանել է, այդպիսի կոպիտ ձևով մորից բաժանելը անհետ չի լինում, հա, սա ուրեմն դեպրիվացիա է կոչվում հոգեբանության մեջ, ուրեմն ուսումնասիրված զրկվածություն, իսկ այդ զրկվածությունը հետք է թողնում, ուրեմն ես որպես հոգեբան ուզում եմ ձայն բարձրացնել, ի պաշտպանություն երեխայի, նույնիսկ ի պաշտպանություն մոր շատ ուրեմն խոցվում է, ես կողմ եմ այդ ամեն ինչի։ 300-ից ավելի կանայք միացել են, վաղը մեծ ասուլիս կլինի եւ հավաք կլինի պաշտպանություն։ Ես կուզենայի, որ շեշտը դրվեր նաեւ երեխայից, այսպես կոպիտ բաժանման վրա, ինչը չի կարող երեխային անխոցելի թողնել։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց մենք ուղիղ եթերում կլինենք Լևոն Զուրաբյանի հետ։ Շնորհակալություն Տիկին Նարչաջան։ Մենք եթերում ենք դեռ։